դուք ինչպես ասում եք, այնուամենայնիվ որոշակի լեգիտիմություն կար, որովհետև եկեք ընդունենք, որ պատերազմից հետո ժողովուրդը շոկի մեջ շատ ծանր վիճակում էր հոգեբանական, եւ այս մարդը կարողացավ ստրիկայաբար խաբել, թե իբրև թե բերում եմ խաղաղություն, եւ այո, կարող ենք հասկանալ, ինչ որ մասը, չգիտեմ, ես ճիշտ ասած չեմ հասկանում, բայց գուցե խաղաղության ժամանակաշրջան, ինչ որ է, ինքը իր ներսով դրսով ինքը քանի որ ինքը փոթորիկ է եւ պատերազմ բերողը ավիրողը, տեսակ է այդպեսին, ով որ իրեն գիտի, հա առհասարակ այդ մարդու եւ իրենց խաղաղություն ակնկալել, ես չգիտեմ, դա ինչ է, որտեվ մարդը նոր եկել է իշխանության եւ ասում է կծեփեմ, կփռեմ, կստորացնեմ, ես չգիտեմ, այդ մարդուց առհասարակ ոնց կարելի է այդ մարդուն հավատալ կամ իր հետևից գնալ, ինչևէ, բայց 21 թվականին որ գնացին ընտրեցին, Լարիսա Ալավերդյանը մի բան ասեց, որ գիտեք, ասեց նրանք ովքեր որ 21 թվականին իրան ձայն են տվել, դուք իմացեք, որ ձեր հացի հետ են զոհվածների մարմինն է կերել ամեն օր, որտեղ դուք նաև այդ պատասխանատվությունը կրում եք, ավելին, դուք պատերազմի երկու պատերազմի դուռը բացեցիք նաև Արցախը կործանելու եւ այլն։ Ես չեմ հասկանում, բայց ինչ որ մարդիկ կան, գուցե sense հասկանում են։ Ինչ ունեք հիմա այդպես, ես կուզենամ իրենց էլ բան ասել։ Մարդիկ, որ այսօր 200,000 ձայն է, թե 300,000 ձայն է, թե 400,000 ձայն, վստահ եք, չէ՞ որ 700,000 ձայն չի, ինչ որ ներկայացրել է, որտեղ այս կեղծիկները, ինչ որ դուք մանրամասն ներկայացրեցիք, դրա մասին են խոսում, ինչ ունենք ասելու այդ մարդկանց, որ այս ամենով հանդերձ, որ այս աղետի մեջ ենք, աղետով եւ ինչ է սպասում ես, ձայն տվեցին իրեն։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ բաժանվում են երկու մասի։ Մի մասը դա արել է, որովհետեւ վախեցած է եղել, ուղղորդվել է կամ շահախնդիր ինչ որ կապերով է կապված եղել ռեժիմի հետ։ Այսինքն ըստ էության արել է դա իր կամքին հակառակ, տարբեր մոտիվացիաներով։ Էլի ինչ որ մի բան է արել ինքը։ Ինչ է եղել։ Հայելիում։ Ինչ է եղել։ 76 հետաքրքիր է, էլի որ ուղիղ եթերի հմայքը նաև բանսրանում է։ 26.7 տեղամասում ԿՊ Նիկոլի կուսակցությունը 0 ձայն է ստացել, ԿՀ-ն մուտքագրել է 717 ձայն։ Խայտարակ, այսպիսի խայտարակ ընտրություններ նորանկախ մեր հանրապետության մեջ չի։ Այո։ Այո։ Այսպիսի դուք բրավո, ես չգիտեմ սա որտեղ է։ Երևան է, որ երեսում է Երևանում է, հա։ Չգիտեմ որ չէ, 700, ասենք դուք պատկերացնեք ինչ տեղամաս է։ 0 է ստացել Նիկոլ, 0։ Եվ մուտքագրվել է, այս ինչ խարդախություն է, բայց եմորսում անբարոյականություն է, չէ, սահմանունի չնայած չէ չունի։ Լավ, ինչ ունեք այդ մարդկանց, ասեն, որ Հրազդանի Մեղրաձոր գյուղը, բրավո, մերժել են, այսպես ծայրից ծայր, այդպիսի գյուղեր են կան, է։ Այո, Սասուն Միքայելյանի տղայի, որ նրա, ես ասեմ, որ ինձ զանգահարել էին ռուս գործարարներ, սարսափած, որ այնտեղ մեծ ներդրումներ են արել, շինարարներ, եւ ինչ է անում այս հրեշ Սասունը, իր որդու հետ միասին, ինչ են անում, ուղղակի ինչ ահաբեկչություններ եւ խլել, ես չգիտեմ։ Այս մեր բանն է, էլի, վերջնախայտարակության։ Ասեցիք մի մասը շահագրգռված են, մյուս մասը։ Այսինքն մի մասը, որը իր կամքին հակառակ կամ շահագրգռված է ինչ-որ բիզնես կամ չգիտեմ պետական այդ լծակների առումով, այդ մասին ինչ ասես, այդ մասին ասելու բան չունես, այդ մասը ուղղակի սպասելու է, որ իշխանությունը փոխվի, որ հիմա էլ լծվի նոր իշխանության սպասարկմանը։ Մյուս մասը։ Բայց այդ մասը կա մի մաս, որոնք ասենք ես վստահ եմ կան այդպիսի մարդիկ, որոնք համարում են, որ այո, բոլոր սխալներով հանդերձ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը բերել է խաղաղություն, ընդ որում Միացյալ Նահանգների երաշխավորությամբ եւ գլխավորությամբ, որը շատ լուրջ երաշխիքներ է ստեղծում, որ մենք սրանից շատ մարդ էս պրոպագանդայի տակ են ընկել, չէ՞ որ դե մենք սրանով կպրծնենք Ռուսաստանից վերջապես, ռուսական կոռումպացված համակարգից, օլիգարխներից եւ այլն, այսինքն բնականաբար կան մարդիկ, որոնք այդ պրոպագանդային հավատացել են։ Գիտեք ինչ, այդ մարդկանց ես կասեմ հետեւյալը, չգիտեմ այդ հեշտ է դա հասկանալ թե չէ, բայց
Եթե մտածում եք, որ այսօրվա աշխարհում, որտեղ մեծ հաշվով վերջին 20 տարվա մեջ Միացյալ Նահանգները գտնվում են անկման, իսկ Չինաստանը վերելքի վիճակում եւ ըստ էության աշխարհում գնում է, այսպես ասեմ, հեգեմոնի փոփոխության մի հատ գործընթաց, եթե դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները, որոնք գտնվում են մեզնից, չգիտեմ, տասնյակ հազարավոր կիլոմետրներ են կողմ, դա այնպիսի երաշխիք է, որ երկարաժամկետ մենք կարող ենք դիտարկել որպես ապավեն, իմ կարծիքով դուք սխալվում եք։ Իրականում աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, Իրանը հզորացել է, Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին չկարողացան Իրանին ծնկի բերել եւ Հայաստանի այս միակողմանի լուծումը թրիփով, որում մենք ըստ էության սպասարկում ենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, սա իրականում շատ վտանգավոր մի հատ կառույց է, որը ամեն րոպե կարող է փլզվի։ Եվ սա շատ պրոբլեմատիկ է։ Մենք պետք է հասկանանք, որ պետք չի այդ պատրանքներով տարվել։ Ճիշտ է, ես հասկանում եմ, որ մենք բոլորս էլ ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ժողովրդավարություն, ուզում ենք ապրենք, ինչպես Եվրոպայում են ապրում եւ այլն, բայց սա ավելի շատ ոնց որ ցանկությունների մտածողություն է, անգլերեն ասում են wishful thinking, այսինքն երբ որ դու մտածում ես, որ դե լավ կլներ սենց լինի, եթե լավ կլներ սենց լինի, ուրեմն ճիշտը էդ է։ Բայց այդ իրականում այդպես չի։ Շատ հաճախ պետք է հասկանալ, որ այն ինչ որ դու ուզում ես լինի, դեռ ապացույց չի նրա, որ դա ճիշտ է։ Շատ լավ, տեսեք, էլի մի քանի թիվ, ուրեմն 10.3-ում իրեն ԿՊ-ն ավելացրել է 400 ձայն իրեն, 12.18-ում 397 ձայն, 16.22-ում 575 ձայն, 2.16-ում 250 ձայն, ինչ անեմ, շարունակեմ անվերջ, 899 ձայն, 36.32-ում, 30.51-ում 456 ձայն, 31.20-ում 305 ձայն, ու այսպես շարունակ։ Դե լավ, այդ հետո կտեսնենք հանրագումարը այդ վերահաշվարկների։ Եվ տեսեք Մարիա Զախարովայի հայտարարությունը լսեցիք, նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում արդեն ընդունվել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ուստի երկրի Եվրասիական տնտեսության միության հետագա անդամակցության հարցը պահանջում է օպերատիվ հստակեցում։ Ինչ են ուզում եւ ինչ է պահանջում, ինչի մասին ես հիմա խոսում եմ։ Եվ սրա հետևանքների մասին էլ է խնդրում եմ, ինչ է սպասվում է։ Ակնհայտ է, որ գերտերությունները կատաղի պայքար են տանելու իրենց ազդեցության համար։ Եւ սա ցավոք սրտի սրվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Փոխանակ ինքը փորձեր։ Այստեղ երկու հնարավորություն կա։ Մի հնարավորությունն է, որ թողես գերտերությունները կռվեն ու այդ բալանսով ձևավորված դու համապատասխան դրան քեզ պահես։ Մյուս ստրատեգիան, որը ցավոք ընտրել է Նիկոլ Փաշինյանը, որը իմ կարծիքով կատարյալ հիմարություն է ու ազգակործան հիմարություն է, դա այն է, որ դու խաղադրույք ես անում մի գերտերության վրա, մի կողմի վրա, մի ճամբարի վրա։ Ինչու է սա հիմարություն, որովհետև եթե դու հիմա ոնց որ Հայաստանը արդեն ակնհայտ է գնում է ոնց որ բանի Ամերիկայի բլոկի sense ուղղությամբ, սա բերելու է նրան, որ եւ Ռուսաստանը եւ Չինաստանը եւ Իրանը կարող է չարտահայտվեն, ոնց որ Ռուսաստանը արտահայտվում, բայց նայելու են Հայաստանի վրա որպես մի հատ օտարածին էլեմենտի վրա, որը ըստ էության դառնում է թշնամի։ Որովհետև ինքը դառնում է գործիք, աշխարհաքաղաքական ներազդեցության գործիք։ Ընդ որ մենք չենք խոսում մի հատ ինչ-որ բանիսի, որտեղ գտնվող գերտերության մասին, մենք խոսում ենք մի գերտերության մասին, որ մեր ռազմավարական գործընկերն է, որ տնտեսական ամենամեծ կախվածությունը ունենք, ամենամեծ գումարները այդտեղից են գալիս,
ամենամեծ այսինքն տեսեք ինչի ու մասին ենք էլի խոսում են պես չի որ մի հատ ամեն Միացյալ Նահանգների նման տենց հեռավորության վրա հիշեցի մի հատ բան կա մեքսիկական մի հատ ասացված կա ասում են Աստված հզոր է բայց Ամերիկան շատ մոտիկ է հիմա ես ուզում եմ բանը մի քիչ փոխակերպեմ այս ասացվածը կով ասեմ որ Ամերիկան հզոր է, բայց Ռուսաստանը շատ կա էս։ Բայց հեռու է։ Բայց Ռուսաստանը շատ կա էլի էստեղ։ Ռուսաստանը շատ ներկա է էստեղ բոլոր առումներով։ Իրանն է ներկա իր առումներով ոնց որ հարևան երկրներից էլի մի հատ հարցրեք Իրանի, մի հատ շատ ներկա է 3 միլիոն հայությունը Ռուսաստանի Դաշնությունում, այդ ահռելի տենդերները Ռուսաստանի Դաշնությունից, գյուղմթերքները Ռուսաստանում, ռազմաբազաները, մի հատ էս ամեն ինչը լավ հաշվարկեք եւ վերջին հարցը ինչ ունեք ասելու, որտեւ ես եմ խնդրել եւ խոսել պարոն Զորաբյանի հետ, որ շատ կարեւոր է այսօր միայնակ չթողնել մեր հայրենակիցներին, նրանք ովքեր պայքարում են, նրանք ովքեր մասնակցում են ընտրությունների, նրանք ովքեր այս ամենով հանդերձ ի վերջո ճնշումներ կար, բռնապետություն կա, վախի մթնոլորտ կա, այս ամենով հանդերձ պայքարեցին եւ գնացին իրենց ձայնը տվեցին, շատ կարեւոր է որ այսօր չընկնել հիստերիայի մեջ Եվ չասել աշխարհի վերջն է, վատ է, շատ վատ է, ծայրահեղ վիճակ է, բայց դեռ սա վերջը չի եւ պետք է 1000 մի բան առաջարկեց պարոն Զուրաբյանը, մենք շարունակենք խելամիտ, համարձակ, վստահ մեր պայքարը հակառակ դեպքում Նիկոլն ասել է ինչ կլինի։ Չէ, կամ կարողանում ենք իշխանությանը վռնդել։ Այո, կամ կործանվել։ Կամ պետք է, չէ, կամ պետք է ստեղծենք քիչ թե շատ էֆեկտիվ բանի զսպման մեխանիզմներ։ Չէ, մեկը մեկին բան չի, մեխանիզմներով։ Ինչքան դու շատ ես բանը զսպման մեխանիզմներ ստեղծում, այնքան հեշտ է վռնդելու գործը։ Այո։ Ուզում եմ ասեմ, դա այս բանը մենք այս մտածողությունը պետք է հանենք մեզանից, որ կամ էսա կամ այնա, կամ վռնդում ենք, կամ բանը զսպման մեխանիզմներ։ Օգտագործում ենք բոլոր գործիքակազմները, բոլոր ուժերը, բոլոր մեթոդները, ճիշտ է։ Այն ինչ որ բերելու է նրան, որ մենք ազատագրվենք։ Հուսահատվել, նստել դա Նիկոլը ինքը ստեղծեց իր ռեժիմի թուլության բոլոր բաղադրիչները, որից ամենակարևորը հետևյալն է, ինքը կեղծեց ընտրությունները։ Առաջին անգամ իր իշխանության ժամանակ ինքը կեղծեց ընտրությունները։ Մի մարդ, որ միշտ ասում էր մի մանդատ կեղծվի ձեռքս, ոտքը ժողովրդավարություն, եսով եմ։ Դե նա որոշել ժողովուրդը։ Հիմա վերջ, ժողովուրդը ուրիշ բան է որոշել, ուրիշ բան է սարել։ Վերջ, դու պրծած ես, Նիկոլ։ Դու պրծած ես, որովհետև այն բանը հռետորաբանությունը, որով դու 8 տարի այս ժողովրդին տանում էիր առաջ, այդ հռետորաբանությունը այլևս քո համար չի գործում։ Քեզ ժողովուրդը ասել է ոչ, դու կեղծել ես, այդ ոչը սարքել ես այո։ Հետևաբար դու ինքդ դրեցիր քո հեռացման հիմքերը։ Ու ցավոք սրտի դու չենթարկվեցիր ժողովրդի կամքին։ Ինչը միշտ խոստացել էիր։ Դու խոստանում ես, որ դու ենթարկվելու ես ժողովրդի կամքին։ Անգամ ասում ես, եթե ժողովուրդը ուզենա, ինձ կարա գա գնդակարի։ Դա էլ ենք ասել, ճիշտ է։ Հիմա դա շատ վատ բան ես ասում, որովհետև ոչ մի բան չպետք է այդպես լինի։ Ոչ մեկ էս չի ուզում գնդակարի, քեզ ուզում է պատասխանատվություն ենթարկել։ Սահմանադրական process-ներ, մեզ պետք են ժողովրդավարական process-ներ։ Բայց դու ինքդ այդ հիմքը դրեցիր, որ ժողովուրդը գա քեզ գնդակարի։ Այսպեսի քո գործողություններով։ Բոլոր դիկտատորները այդպես են գնում։ Այդպես են դնում հիմքը իրենց իշխանության դաժան ավարտի հիմքը այդպես են դնում։ Դու ես Ռուբիկոնը չպետք է անցնեիր, դու անցար։ Դրա հետևանքները շատ ծանր են լինելու քո համար։ Մի հանգամանք մարդը խոսում է իր հաղթանակի մասին, լավ, դու ասենք թե ինչքան ձայն է ստացել, փոխանակ խոսի համերաշխության մասին, ասի ես վարչապետ եմ բոլորիդ լինելու բան, 8 տարի մարդը վեր ընկնի այդտեղ այսքան կործանի, ասի գալիս եմ բոլորիդ նստացնեմ, գալիս եմ բոլորիդ էս անեմ, այս դու ընդհանրապես այդ ամեն ինչից ոչ թե չգիտեմ քանի հազար կիլոմետր ես հեռու, քո նկարագրով, քո տեսակով, քո ամեն ինչով։ Ու այս մարդուն դեռ ողջունողներ եւ պաշտպանողներ կա, դրակաշարքների դեմ, եթե դու պայքարում ես օլիգարխների դեմ, 8 տարի ու ունեցել ես ժամանակ այդ բաները անելու։ Դու չես արել։ Հիմա երբ որ դա անում ես ընտրական կոնտեքստում, այս ամեն ինչը դառնում է սուտ, կեղծիք։
Այո։ Եվ ոտնձգություն ժողովրդավարության նկատմամբ։ Էսա պրոբլեմա։ Դու 8 տարի կարող էիր անել։ Մարտի 1-ը բացահայտեիր, չգիտեմ, օլիգարխիայի վերջը դնել, այդ դրա ինստիտուցիոնալ գործիքներն էինք մենք առաջարկել, այդ ասենք մենաշնորհների։ Հիմա արդեն լուրջ չի այդպիսի բաներ ասում եք։ Հիմա այս մարդը 8 տարի ապացուցեց, որ այդ նորաթուխ հզոր օլիգարխներ, մեծահարուստ ՔՊԱ-ականներ, 8 միլիարդի մսխում, մի հատ ահռել ինչ-որ բան պարգևավճարներ, տնտեսության աղետ, տարածքների հանձնում, այսքան զոհեր, ինչի մասին է խոսքը։ Մի հատ մոտեցեք, ցանկացած, այնքան ինչ ասեմ, էլ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ։ Ասում է գնացի Գյումրի, տեսա ինչ-որ միտեղ փողոցը չգիտեմ ինչը ավիրված։ Ամբողջ երկիրը ավիր է կործանել է։ Էլ չեմ ասում, մեր փողոց էնց, որտեղ ապրեմ Մամիկոնյանց 8 անգամ մենակ եկան բանը ասֆալտապատում են իրանց համար անում, Անդրեևը գալիս է, ասեց փոսերի գոյակցություն, ասենք ում էս ապուշի տեղ դրե։ Այդ գիտեք ինչի համար, որ Վարդան Ղուկասյանի վրա գնա, որտեվ այս մարդը արարող, ստեղծող, հաղթող, իրեն հաղթող տեսակի նկատմամբ բան ունի։ Այս մարդը սովորը ավիր է, այս մարդու էներգիան կա, չէ՞, այդպես մարդիկ, որ իրանց էներգիան ավիրելու համար է։ Հիմա որ դուք ասում եք դուք եկել էիք ժողովրդավարություն, չգիտեմ ինչ բերելու։ Տեսեք, այսքան խոսում եք, ինչ պետք է ասեցիք։ Բայց նորից մեկը հարցնում է, ասում է մենք կարծում ենք, որ պիտի չլեգիտիմացնել։ Սիրելիներս, պարոն Զուրաբյանը հստակ ասեց, երբ որ դու մանդատ դա հավելյալ գործիքակազմ է, փողոցի պայքար, սահմանադրական մանդատները վերցնել, որպեսզի կարողանանք հեռացնել։ Սա ոչ թե գնում են այնտեղ իրեն լեգիտիմացնելու, այլ իրենց մանդատներին, մեր տված մանդատներին տեր կանգնել եւ այն ինչ որ ժողովրդը իրենցից պահանջում է, այդ պահանջը իրականացնել նաեւ այդ գործիքակազմով։ Բայց պիտի կարողանան դա անեն, դա եմ ասում, պիտի կարողանան, այդ շատ կարևոր է։ Այդ վերցնելը, իրենցից պահանջում է։ Վերցնելը մանդատների դնելու է շատ ծանր պատասխանատվություն իրենց վրա։ Դե մենք դրա համար ենք իրենց, մենք չենք կոմֆորտի համար չի, այնտեղ պետք է շատ ծանր։ Աշխը խնդրեմը էս այս մարդկանց եմ ուզում պատասխանել։ Խնդրեմը կծակի, եթե իրանք սկսեն այդ մանդատները օգտագործել կոմֆորտի համար։ Այդտեղ կլինի խնդրեմ։ Բայց եթե այդ մանդատները օգտագործվեն ժողովրդավարության հաղթանակի համար, կներեք, դա ճիշտ ճանապարհ է։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Շնորհակալություն։